Այս պահին իմ զրուցակիցն է Վահան Իշխանյանը եւ այս պահին մենք մի փոքր պիտի խոսենք մի թեմայից, որը այնքան էլ կապված չէ կամ ուղղակի կապ չունի հայոց ցեղասպանության հետ, խոսքը համշենցիների մասին է, մասնավորապես մուսուլման համշենցիների մասին է։ Շատերն են լսել համշենցիներ եւ Աբխազիայում բնակվողներ եւ Ռուսաստանում, Ղազախստանում, բայց Թուրքիայում բնակվող համշենցիների թեման վերջին տարիներին ավելի ու ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում հայկական հայության համար, հայագետների համար եւ Վահան Իշխանյանը այն մարդկանցից է, որը կատարել է, այսպես ասեմ, դաշտային աշխատանք, ողջույն Վահան, եւ մեկ անգամ եւս շնորհավորում եմ, որ մեր ձեռքի տակ կա քո հրատարակած բավականին ինչ որ տեղանավ ալբոմային, որտեղ շատ լուսանկարներ կան եւ շատ ավելի պատկերավոր է գիրքը, որը կոչվում է Ովքեր են նրանք մուսուլման հայախոս համշենցիները։ Չզարմանաս, բայց հարցը այսպես պիտի տամ, ովքեր են մուսուլման համշենցի հայախոս համշենցիները, եթե կարճ կարող ես ներկայացնել։ Այդ հարցին պատասխանը ես ինչպես գրքում եմ գրել, Երևանում մի պատասխան չունեի, գնացի իմ հետազոտություններից հետո պարզեցի, որ ես չունեմ մի պատասխան, որովհետև նրանք շատ բազմազան են ընկալում իրենց ինքնությունը, նրանք մուսուլման են կրոնով, խոսում են համշենի բարբառով, նրանց մեջ շատերը ասում են, որ մենք համշենցի ենք, մի մաս կա, որ ասում են իրենք թուրք են, ուղղակի այդ լեզուն են ձեռք բերել եւ կա մի հատված, որը գնալով շատանում է, որոնք մտավորականներ են իրենց մեջի եւ շատ ցախ հայացքների տեր քաղաքական գործիչներ, որոնք ասում են մենք հայ ենք, մենք ծագումով հայ ենք ու շատերն էլ արդեն ասում են, որ մենք հայ ենք։ Մենք ինչ հարաբերություններ պետք է հաստատենք համշենցիների, եւ որ ասում եմ մենք նկատի ունենք լրագրողներս, ինչու՞ չէ նաեւ պետությունը, ինչու՞ չէ նաեւ հայագիտական կենտրոնները, ուսումնասիրողները, ինչպես պետք է այդ մարդկանց հետ շփվենք, ինչպես պետք է օգնենք, նրանք օգնության կարիք ունեն, ինչ օգնության կարիք ունեն, գիտեն Հայաստանը, ինչպես գիտեն Հայաստանը։ Քո այդ շփումների ժամանակ բնականաբար հարցնում էին, չէ՞, որտեղից ես, դու ասում ես Հայաստանից եմ։ Եվ ինչ էին ասում, իրենց մեջ կար այդ զգացողությունը հայրենիքի կամ, չգիտեմ։ Հայրենիք բառը մի քիչ դժվար է ասել, բայց իմ հասարակ մարդկանց այդ շփումները, եթե խանութ էի մտնում, խանութ բաներ կամ ինչ որ այդ տիպի գործակատար, երբ որ իմանում էին Հայաստանից եմ, հայ եմ, շատ ուրախանում էին եւ շատ ժպտալով սկսում էին հարցեր տալ, լավ հիշում եմ մի մարդու մոտ, որ գարեջուր էինք խմում, ասաց մենք դավաճանեցինք մեր կրոնը, մենք դավաճանեցինք մեր երկիրը, բայց երբ որ հարցնում ես, ինչ իրանք իրենց պատմությունը չգիտեն, թե ինչպես են դարձել մուսուլման, ինչպես են կարողացել չձուլվել, ու իսկապես այդ պատմությունը շատ մութ կողմեր ունի ու այդ հոպա համշենցիները մանավանդ իրենք որտեղ եկել են բուն համշենից, թե ինչպես են եկել, ինչ պատճառներով մի 300 տարի առաջ անհայտ է, ուսումնասիրված էլ չի։ Եվ այդպիսի վերաբերմունք էր, բայց հետաքրքիր էր, երբ որ ես ուզում եի ասել, ուզեմ հարցազրույց վերցնել, անուն գրել, շատ վախենում էին, մի անգամից ասում էին չէ։ Եվ ես մի բան զգացի, որ այնտեղ իշխում էր մի կողմից վախի զգացումը, մյուս կողմից էլ այդ իրենց արմատների, իրենց ինքնության ճանաչելու մեծ ցանկությունը, բայց այդ վախը չկար այդ իրենց քաղաքական ձախ կողմի կողմնորոշում ունեցող գործիչների մեջ, որոնք լրիվ հակառակը, ահավոր խիզախ մարդիկ էին թուրքական բանտերով անցած։ Վահան, իրենց մոտ զգացիր, իրենք իրենց մեջ կռիվ ունեն իրենց ինքնության հետ, ով եմ ես, հա, այսինքն որպես մարդ, որպես կրոնի, որպես լեզվի, վերջո ով եմ ինքնությունը, մենք մեր ինքնությունը ինչպես ենք ճանաչում, հավանաբար լեզվով, չէ՞, ավելի շատ ես կարծում եմ, որ չնայած շատերն ասում են կրոնն է, բայց ես համարում եմ, որ հիմնական մեր հայաստանցիներից հայերիս ինքնության կարևորագույն ցուցիչը դա մեր լեզուն է եւ լեզվամտածողությունը, որ ինչ լեզվով են խոսում, այ ինչ նկատեցիր համշենցիների մոտ որն էր իրենց ինքնության կարևորագույն բաղադրիչը կամ բաղադրիչները, եթե կային մի քանիսը։ Իհարկե պետք է ասենք լեզուն, որովհետեւ կա Թուրքիայում երկու տիպի համշենցիներ, մեկը բաշ համշենցիները, որ բուն համշենում են ապրում, նրանք թրքալեզու են, իրենց լեզվի մեջ շատ հետաքրքիր լեզուն է, որի մեջ մոտ 500 հայերեն բառեր կան, տարբեր, բայց լեզուն թուրքերեն է, իրենք ձուլվել են, դարձել են թուրք, եւ կա հոպա համշենցիները, որոնք հայախոս են, համշենի բարբառով։ Բաշ համշենցիները ես այնտեղ եղել եմ, այնտեղ շատ ուժեղ ուրեմն
թուրք նացիոնալիզմ է տարածված եւ հենց այդ համշենցիների մեջ իրենք ձուլվել են ու դարձել շատ ավելի նացիոնալիստ թուրք, քան որոշ թուրքեր։ Իսկ այս համշենցիների մեջ նացիոնալիստ թուրք չես կարող գտնել։ Կարող է տեսնես Թուրքիայի հայրենասեր, որ ասի ես թուրք եմ, որ ասի մենք համշենցի ենք, բայց Թուրքիայի քաղաքացի այս տիպի բայց որ տեսնես նացիոնալիստներ չկար ու դրա պատճառներից մեկը հենց այդ լեզուն է, որ իր այդ լեզվով նրանք առանձնանում են արդեն թուրքը ուրեմն այդ մշակույթից կամ այդ թուրքությունից։ Եվ հետարքիր բան ասեմ ինքնության հետ կապված, երբ մի համշենցի, էլի ձախ համշենցի էր, որ շատ ուրախ մեզ դիմավորեց, շատ խիզախ տղա էր, իր եղբայրն էլ բանտում նստած էր, որ ես հայ եմ, մեր արյունը նույնն է, սենց արյունը երակը ցույց էր տալու, մենք նույնն ենք, մի ուրիշ համշենցի ասաց, բայց դու ինչ գիտես, որ դու հայ ես, դու ոչ պատմություն ունես, գիտես ոչ բան, որտեղ փաստորեն ինքնությունը պատմության հետ էր կապում, այս տղան վիրավորվեց, ասեց ինձ պատմություն պետք չի, իմ պապը իմ պատմությունն է, երբ որ պապը սարերից իջնում էր առևտուր անելու, նրան ասում էին հայ ու ծեծում էին ու ձեռքից առնում էին իր բերած յուղն ու մեղրը։ Ու շատ հետաքրքիր է, որ շրջապատի մարդիկ լազերը, թուրքերը, համշենցիներն ասում են էրմենի քոք։ Եվ շատ համշենցիներ Էրմենի քոք, այսինքն հայ Եվ շատ համշենցիներ, մի համշենցի գյուղացի կին ինձ ասում էր, ես չեմ հասկանում, մեզ ինչ չեն ասում էրմենի, մենք ինչ կապ ունենք, այսինքն կողքի ժողովուրդները նրանց հայ են ասում, իրենք էլ չգիտեն թե ինչի, շատ այսինքն անգրագետ գյուղացիներ։ Իրենք ինչպես են, մասնավորապես իրենց ամուսնություններ, իրենց ընդհանրապես նիստուկացը, ավելի շատ պարփակված են, իրար մեջ են ամուսնանում, աղջիկ տալիս։ Իհարկե, անպայման իրար մեջ շատ հազվագյուտ պատահում է, որ կողքի ժողովուրդների հետ ամուսնությունները լինեն խառը, ու ես հատուկ գտել եմ այդպիսի մի զույգ, որի մասին իմ ակնարկում մի առանձին բաժին եմ նվիրել, որտեղ կարող եք կարդալ, դա հազվագյուտ երևույթներից է եւ նրանց ինչն է կապել, նրանց ձախ սոցիալիստական հայացքները, որի շնորհիվ նրանք կարողացել են ուրեմն այդ պատնեշը իրենց խանգարող միացման հաղթահարել։ Այ ուզում էի հարցնել, քո ուսումնասիրությունների ընթացքում թե արծարծեցիր 15 թվականը եւ ընդհանրապես իրենք ինչ գիտեն այդ մասին, թե շատ բան չգիտեն, թե գիտեն այնքան, ինչքան որ թուրքական ժխտողական պատմագրությունն է ասել, կա արդյոք ավելի շատ վերաիմաստավորելու իրենց նախնիների պատմությունը, արդյոք նրանք ինչ որ ձևով ենթարկվել են ջարդերի անուղակի կերպով, որտեվ ես ճիշտ ասած չեմ հանդիպել, որ այդ շրջանում, ճիշտ է, Տրապիզոնում եղել է սարսափելի ջարդեր, մենք բոլորս գիտենք, բայց Համշենը արդյոք ընկել է այդ շրջանի մեջ։ Նաև մենք գիտենք, որ այնտեղ մի ձոր կա, որտեղ հայերի են կոտորել, այո, այդ գրքում, այո։ Ուրեմն ես նախ ուզում եմ ասել, որ Տրապիզոնում են սպանել իմ հորս պապու եղբորը, հորս պապու կնոջը և հորս ամբողջ 4 հոգու ընտանիքից, հազիվ փրկվել են մի քանիսը, ու նրանք համշենցի են, բայց քրիստոնյա համշենցիներ են եղել, և հենց այդ հանգամանքը դեր խաղաց, որ իմ մեջ հետաքրքրություններ առաջացել Համշենի նկատմամբ, ուրեմն մուսուլման համշենցիների մեջ բացարձակապես ջարդ չի եղել, և սա ցույց է տալիս այդ հանգամանքը, որ ստեղ էլ, որ այսինքն քրիստոնյա լինելը մեծ նշանակություն ուներ այդ ցեղասպանության ժամանակ, այդպես էին որոշում հայերին կրոնով, մուսուլմաններին բացարձակ մատով չեն կպել, և այնտեղ ես այդ հարցը իհարկե ինձ հետաքրքրում էր և ասեցին, որ բոլորը մեծերը տարեց համշենցիները հիշում են 15 թվի իրենց հայրերի պատմածներով հիշում են 15 թվի ջարդերի մասին և այնտեղ Ջեմիլ Աքսու ակտիվիստ կա, ձախ հայացքների տեր, նա այն ժամանակ արդեն աշխատում էր ուրեմն հայոց ցեղասպանության այդ շրջանի, այդ տարածքների ուրեմն վերաբերյալ աշխատության վրա, կարծեմ արդեն նա ավարտել է այդ աշխատությունը։ Շնորհակալություն Վահան հետաքրքիր զրույցի համար, ես հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք գրող հրապարակախոս Վահան Իշխանյանի հետ, ով հերթական
հատորն է դրել մեր սեղանին, սա ավելի շատ ալբոմային է, որտեղ կան բազմաթիվ հետաքրքիր լուսանկարներ եւ այս լուսանկարները ավելի շատ կենցաղային են, մարդկային են, դեմքեր են եւ դրանք համշենցիների մասին են կամ ինչպես Վահանն է գիրքը վերնագրել, ովքեր են նրանք մուսուլման հայախոս համշենցիները։ Եթե ուզում եք իմանալ թե ովքեր են, խորհուրդ եմ տալիս կարդալ այս գիրքը, շնորհակալություն Վահան եւ այսօր հյուրընկալվելու համար եւ այս լավ գիրքը մեր սեղանին ունենալու համար։